Այսօր կարևոր հատվածներ, որտեղ որ կողմը, տվյալ դեպքում պաշտպանության կողմը մեր վերլուծություններն ենք ներկայացնում, հաջորդ փուլը պետք է լինի մեղադրյալի վերջին խոսքը, մենք իմ կարծիքով դատարանը սահմանափակեց մեղադրյալի խոսքը, նշեց, որ քաղաքական հայտարարությունների տեղ չի, մեղադրանքն է քաղաքական, մարդը կարող է նաև քաղաքական որոշակի հարցերին անդրադառնալ, բայց այդ չի կարևոր, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մենք ներկայացրեցինք հանգամանքներ, որ դատախազությունը փոխշամասնություններին, թույլին պաշտպանելու համար ընդունված միջազգային գործիքակազմը օգտագործում է իրենց իսկ պաշտպանելու համար։ Իմ կարծիքով սա աբսուրդ է։ Մենք սրան սպասում ենք, որ այս փուլում խոսենք։ Շատ տեղեր կլսեք տարբեր դատավարություններում, Ռաբաթի գործողությունների ծրագիր, Ռաբաթի գործողությունների ծրագիր։ Ռաբաթի գործողությունների ծրագիրը պաշտպանում է բոլոր տեսակ թույլ կողմերին, փոխշամասնություններին, բացի քաղաքական այսպես ուժերից։ Քաղաքականությանը ընդհանրապես չի վերաբերվում։ Չգիտես ինչի սա օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսությունը լրացնելու, զսպելու համար։ Սա ուժեղը չէ բողոքում, քանի անգամ նկատում ենք շատ ուրիշ ուժեղը անձնական առումով է բողոքում։ Եվ այլևս չէ գալիս դատական։ Չէ, այսօր կարծում եմ ազգային ժողովում նիստ կար, թե չէ ուժողի դեպքում նա անձնական խնդիր է բարձրացնում։ Բայց մեղադրանքը անձնական չի, մեղադրանքը անձի նկատմամբ վիրավորանքը կամ, չգիտեմ, վիրավորանքը չի։ Դա քրեականացված չէ, կարող է ուժողը գնալ քաղաքացիական կարգով իրեն հասցված օրինակ ենթադրյալ վիրավորանքի համար պատասխանատվության ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Եվ ուժողի խնդիրը հենց նրանում է, որ ուժողի Հակոբ Ասլանյանի համար որևէ խնդիր չի այն, թե ինչ տեղի ունեցավ Սամվել Վարդանյանի բռնելուց հետո։ Մի տարի է շուտով բռնում։ Տեսեք, անգամ այսքան խոսեց հանրային մեղադրողը շատ լուրջ տրամադրված է մեղադրական վերձիկտի, երկու մեղադրանք է, որոնցից մեկը ոչ մեծ ծանրության է, մյուսը միջին ծանրության է։ Խոշտանգումը առանձնապես ծանր հանցագործություն է։ Խոշտանգման մասով ընդհանրապես ոչ մի նորություն չկա, արդեն 1 տարի է, Սամվել Վարդանյանի մասով ինչքան ուժ ունեն փորձում են դատել։ Քաղաքական էր այն խոսքը, երբ որ օրինակ մեղադրողը խոսում էր Պայթյունի մասին, Պայթյունի հնարավորության մասին։ Դա մեզ հնարավորություն տվեց ասել մի բան, հիմա էլ ես դա կկրկնեմ, գիտեք ինչ, այնտեղ որտեղ որ մարդկանց բերանները փակում են, մարդիկ ուրիշ միջոցների են դիմում, դա ճիշտ չի։ Ես բերեցի մի օրինակ ասելով, որ ինչպես կարող եք դուք քաղաքավարի քննադատություն պահանջել քաղաքացիներին դիմելով, մարդիկ օրինակ իրենց ամառանոցը մեկին տան մի այսպես վերանորոգող խմբի կան, մի քանի ամիս հետո կա տեսնի կեսը ջարդուփշուր է եղած, կեսը կողքի հարևանն է զավթել, ինչ պետք է անի, պիասի գիտեք, ես ներողություն եմ խնդրում, բայց դուք կարծեք թե այնքան էլ լավ չեք ձեր աշխատանքը արել։ Բնական իրավունքը ուրիշ բանի մասին է խոսում։ Բնականաբար չեմ ասում, որ բռնություն կիրառվի եւ այլն եւ այլն։ Բայց այդպես էլ չի լինի, ինչպես որ ներկայացվում է։ Կարճ ասած, այս դատավարությունը ազատ խոսքը լրացնելու մասին է եւ ամենացավալին այն է, որ դրան այդ լրացման գործիքակազմը ընտրվում այնպիսի միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք ընդհակառակը թույլին պաշտպանելու համար են։ Դատավոր Դավիթ Արղամանյանը լրագրողին դուրս հրավիրեց առանց նկատողություն տալու, այսինքն նա կարող էր խոսելու համար նշեմ, նա կարող էր այսինքն առանց նկատողություն հայտարարելու լրագրողին դուրս հրավիրել։ Դե դա սանկցիայի տեսակ է դուրս հրավիրելու, այստեղ իրավական չի խնդիրը, այլ այն է թե համաչափ էր արդյոք այդ միջոցը, որ դատավորը կիրառեց, այդտեղ էլ ես համաձայն չեմ դատավորի հետ, նաև վկայակոչվում էր, որ ես էի այդ ժամանակ ելույթ ունենում, որ ինձ խանգարում են, ես էլ նշեցի, որ ինձ չի խանգարել լրագրողը, ես չեմ էլ նկատել այնտեղ ինչ է։ Իսկ լրագրողները իհարկե դահլիճում աշխատելիս որոշակի կոմունիկացիայի խնդիր ունեն, չգիտեմ, օպերատորին պետք է ինչ-որ մի բան ասեն կամ ուղիղ եթերի անխափան ընթացքի հետ կապված հարցեր կան, պարզ է, որ շշկով կարող են խոսել։ Իմ համար դա մի քիչ անհասկանալի էր, ես կարծում եմ, որ անհամաչափ էր։ Ուղղակի առաջի դեպքը չի, ես նկատել եմ, որ դատավոր Արղամանյանը շատ մեծ ուշադրությամբ է հատկապես այս փուլում եզրափակիչ ելույթների եւ այստեղ հատկապես մեծ զգայունություն է դրսևորում դահլիճում որևէ շարժի։ Գուցե դա է պատճառը եղել, բայց միևնույն է կարծում եմ անհամաչափ էր։ Նիստերի դահլիճում ակցիա արեց նիստի սկզբում Վարդգես Գասպարին եւ այդ ակցիան էլ այսինքն կասեցվեց։ Ինչպես է գնահատում Գասպարի այդ քայլը։ Ես դատական նիստի դահլիճի իմ ասածից ավել բան չեմ ուզում ասել։ Դժվար եմ պատկերացնում, որ դատարանը չարձագանք էր։ Ամեն դեպքում դատական նիստերի դահլիճում կարգը ենթադրում է, որ մարդիկ նստած լինեն, ոչ թե պառկած։ Դա չգրված
Սա էլ է բնական օրենքի, բնական իրավունքի հարց։ Եվ այս առումով այո, բայց չգնահատել Վարդգես Գասպարի կողմից Սամվել Վարդանյանի խոշտանգելու մասով պետության անգործության դեմ բողոքի ակցիան ես չեմ կարող, ես դա գնահատում եմ։ Ասում է Վարդգես Գասպարին, հետո մենք մոտեցանք Ֆակտոր TV-ի եզրույցում ասաց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգումը իր համար ավելի վատ է, քան նախկին իշխանությունների օրոք իրեն խոշտանգելու դեպքերը։ Չեմ ուզում մեկնաբանել, մարդը ցույց է տալիս, որ ինքը ունի քաղաքացիական դիրքորոշում, ես ողջունում եմ այդ դիրքորոշումը, միանգամից ձեր եթերում էլ ասեմ, որ շուտով 1 տարին մոտենում է, մենք այդ մասով անպայման հանրության հետ լրագրողների միջոցով հաղորդակցվելու ենք։ Այս բանի նորություն չկա, չէ՞։ Նորություն չկա։ Քրեական վարույթը կանգնած։ Որևէ նորություն չկա, վերջին նորությունը ես լրագրողներին ամիսներ առաջ եմ հայտնել, այն էր, որ դատաբժշկական փորձագետի եզրակացություններ ներկայացվել, որը որևէ կերպ չէր հակասում մեր վարկածին եւ բնականաբար չի էլ կարող հակասել։ Սա էր։ Դատաբժշկական չէ, ներողություն, դատական փորձագետի հակոստների այսպես փորձակնության մասին էր խոսքը։ Այսինքն, որ նշում եք հետքերը կանաչ, այդ ամենը եղել է։ Դե բնականաբար